Նույնատապանում հյուրընկալել եմ կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանին, Տիկին Հողիկյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Դաշնակից Ռուսաստանի ձեռնարկած կամ ներդրած տնտեսական պատժամիջոցների եւ սպառնալից հայտարարությունների ֆոնին մենք տեսնում ենք, որ Հայաստան է այցելում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ հայտարարում է. եկել եմ ասելու, որ դուք կարող եք մեզ վրա հույս դնել։ Նա նաեւ նշել է, որ եթե Ռուսաստանը փակում է իր շուկան մեր ապրանքների համար, ապա Եվրոպական միությունը բացում է իր դուռը։ Փաշինյանն իր հերթին նշել է, որ կամ շեշտել է, որ Եվրոպական Միությունը Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է եւ Հայաստանը մոտ է Եվրոպական միությանը առավել քան երբևէ։ Ես կխնդրեմ ձեր վերլուծությունը ընդհանուր այցի հետ կապված, այս հայտարարությունների հետ կապված, ինչ ունենք մենք որպես արդյունք եւ նաեւ չի ստացվում, որ Ռուսաստանը ինքն է Հայաստանին իրենից հեռացնում իր գործողություններով, իր կարճատես կամ սխալ քաղաքականությամբ եւ հետո սկսում բողոքել։ Նախ երևի թերևս պետք է շնորհակալություն հայտնենք Ռուսաստանի Դաշնությանը նման կացնային մոտեցումների եւ քաղաքականության համար, որովհետեւ հակառակ դեպքում առնվազն կոմֆորտ զոնայից դուրս գալը շատ տնտեսվարողների համար ցանկալի կամ դիտարկելի չէր լինի այս փուլում։ Շատ ենք լսում նաեւ տարբեր կառավարության անդամների կողմից, ոլորտի պատասխանատուների կողմից, այդ թվում նաեւ Պապոյանի, որ տարբեր տնտեսվարողների պարբերաբար առաջարկվել է, որպեսզի նրանք մոտարկեն իրենց ստանդարտները եվրոպական ստանդարտներին, նոր շուկաներ փորձարկելու եւ սպեկտրը առհասարակ մեծացնելու, հա, արտահանումների համատեքստում, ինչը թերևս շատերի կողմից պարզապես չի արվել, որովհետեւ երբ որ դու ունես մի ուղղություն, որտեղ արդեն իսկ արտահանում ես, հավելյալ ծախսերի անհրաժեշտություն չկա, արդեն կոնկրետ կա ինչ որ հստակ սահմանված կարգ եւ գիտես որ այդ ուղղությունը քո համար արդեն ֆիքսված է, անհրաժեշտություն չկա հավելյալ ծախսեր անելու, նոր ստանդարտների մոտարկումներ անելու եւ այլն, բնական է, որ շատերը չեն էլ անում այդ քայլը, չեն գնում այդ ուղղությամբ։ Հիմա քանի որ ստիպված են լինելու, շատերը արդեն այս ընթացքում, որը Եվրամիությունը նաեւ տալիս է, թերևս կարելի է ասել, որ աննախադեպ իրադարձություն տեղի ունեցավ, երկիր, որը ունի Եվրամիության անդամակցության դիմում կամ անգամ ասոցիացման որևիցե պայմանագիր չկա մեր եւ Եվրամիության միջև, ստանում է այս դեպքում ինքնավար առևտրային միջոցների կարգավորման միջոցով իր ապրանքները Եվրամիություն առանց մաքսատուրքերի արտահանելու հնարավորություն։ Այս հնարավորությունը քանի դեռ կա, ես կարծում եմ, որ բոլոր այն բիզնեսների ներկայացուցիչները, սեփականատերերը եւ այլն, ովքեր արտահանում էին Ռուսաստան, այսօր կարծում եմ պետք է սկսեն արդեն իսկ արագ կարգով մոտարկել իրենց ստանդարտները եվրոպական ստանդարտներին, որպեսզի սա շարունակականություն ունենա արդեն իսկ նաև հետագայում։ Ձեր երկրորդ հարցին արդյոք Ռուսաստանը իր քայլով մեզ չի այսպես ասած ստիպում, հա, մոտենալ ավելի Եվրոպային կամ մեզ չի նետում Եվրոպայի գիրկը, անշուշտ, բայց սա նրանց սխալ հաշվարկների հաջորդ, այսպես ասած, փուլն է, ինչու։ Օրինակ տեսեք, ընտրություններից հետո այսօր Վլադիմիր Պուտինը չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, տարբեր կարծիքներ են այս առումով հնչում, պատճառները ըստ իս մի քանիսն են, որոնցից առնվազն մեկը նրանում է կայանում, որ Ռուսաստանի Դաշնությունում շատ լավ հասկանում են, որ երբ որ նրանք շնորհավորեցին եւ ընդունեցին Նիկոլ Փաշինյանի իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետի, գալու է այն պահը եւ այն փուլը, որտեղ պետք է Հայաստանի հետ քննարկեն մեր ունեցած տարատեսակ խնդիրները եւ դրանց լուծման քարտեզները։ Խոսքը առաջին հերթին թերևս հենց երկաթգծերի մասին է, ինչի մասին խոսվել է եւ մինչ ընտրությունները եւ նաեւ ընտրություններից հետո։ Ընտրություններից հետո հատկապես երբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ ստացավ մանդատ առաջիկա 5 տարիներին կառավարելու Հայաստանի Հանրապետությունը, ես կարծում եմ առաջին հարցերից մեկը, որ նա հայ-ռուսական բանակցությունների ընթացքում դնելու է սեղանին, լինելու է հենց երկաթգծերի, այսպես ռուսական կառավարումից դուրս բերելու հարցը, որովհետև սա խնդիր է առաջացնում կապուղիների բացման համատեքստում առհասարակ։ Իսկ նրանց քաղաքականությունը, ներկայիս իշխանությունների քաղաքականությունը խաղաղության խաչմերուկի համատեքստում տարածաշրջանում կոնկրետ հաբ դառնալն է, մի խաչմերուկ դառնալն է, որը հնարավորություն կտա պարզապես կապուղիներին Հայաստանի միջոցով եւ Հայաստանի միջով անցնելով Հայաստանը դարձնել ել ավելի հետաքրքիր եւ ել ավելի այսպես լավ գործընկեր, պարտնյոր տարբեր ուղղությունների համար։ Եթե միջին միջանցքն ենք դիտարկում, ապա այստեղ ստացվում է, որ նույն կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ընկած
հատվածում ենք մենք դառնում փոքր կապուղի, որը կապում է կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ։ Կարող ենք դիտարկել նաև մյուս ուղղությունները, այդ թվում նաև հյուսիս-հարավ ուղղությունը եւ այլն եւ այլն։ Այնպես որ այստեղ այդ չի կարող չլուծվել, հա, երկաթգծերի հարցը, որովհետեւ մեզ մոտ Ռուսաստանի Դաշնության այստեղի ներկայացուցիչ ընկերությունը ոչ միայն չի կատարել իր պարտավորությունները, այլ արել է մաքսիմումը, որպեսզի մեր երկաթգծերը մնան հնարավորինս վատ վիճակում, ինչը թույլ չի տվել Հայաստանի Հանրապետությանը կարողություններ զարգացնել թեկուզ այդ ուղղությամբ եւ այդ միջոցով առևտրաշրջանառություն ապավելու մեր հարևանների հետ կամ ավելի հեռու գտնվող նույն Ռուսաստանի հետ, հա, եթե մինչև վերջերս այդ հնարավորությունը չկար, ունեցանք հնարավորություն Ադրբեջանի հետ կապուղիները բացելու միջոցով ստանալ նաեւ բեռներ Ռուսաստանից, ապա մինչև Ռուսաստանը որևէ քայլ այդ ուղղությամբ առհասարակ չի արել։ Հիմա Փաշինյանի հայտարարությունը սա քայլ առաջ համարել, ասում է առավել քան երբևէ մոտենք Եվրամիությանը, մենք գիտենք նրա կողմից այդ բառախաղը, որ մենք կմոտենանք այնքան, որքանով Եվրոպական միությունը թույլ կտա եւ առհասարակ այս աջակցությունը ռուսական այդ պատժամիջոցների ֆոնին արդեն իսկ չի տալիս այդ հարցի պատասխանը կամ Եվրոպական միության պատրաստակամությունը, որ Հայաստանը ապագայում ունենա այդպիսի հեռանկար անդամակցության։ Դե փաստացի մենք շատ ավելի մոտ ենք Եվրամիությանը, քան եղել ենք եւ հաշվի առնելով այդ աննախադեպ կարգավորումը, որը մեզ հնարավորություն է տալիս առանց մաքսատուրքերի մոտ 80% ապրանքների ուղևորել դեպի Եվրամիություն, ապա ստացվում է, որ իսկապես մոտ ենք, շատ ավելի մոտ ենք, քան մի շարք երկրներ, ովքեր այսօր ձգտում են կամ նմանատիպ ցանկություն ունեն Եվրամիության անդամակցության առհասարակ։ Հետագայում ինչ կլինի, սա կախված է լինելու եւ մեզանից եւ Եվրամիությունից, ինչու մեզանից, որովհետեւ մենք էլ ունենք տնային աշխատանք անելու, ստանդարտների մոտարկման իմաստով, այստեղ միայն բիզնեսի հետ կապված ստանդարտները չեն, առասակ Եվրամիությունը, ինչպես շատերը գիտեն, դուք էլ գիտեք վստահ եմ, ունի հստակ սահմանված ստանդարտներ, որոնց մոտարկումների մասով բավականին աշխատանք թերևս պետք է որ արված լինի հենց SEPA-ի շրջանակում արդեն իսկ։ Մեզանից է կախված թե ինչ արագությամբ կկարողանանք մոտարկել մեր օրենսդրական դաշտը նույն ԵՄ դաշտի հետ եւ հետո արդեն մյուս հատվածը կախված է լինելու Եվրամիությունից։ Այնպես որ Նիկոլ Փաշինյանի այդ արտահայտությունը, որ մենք կարող ենք մոտ լինել այնքան ինչքան որ Եվրամիությունը կցանկանա, դեռ շարունակում է ակտուալ մնալ, այսինքն այսօր էլ Եվրամիությունից է կախված լինելու արդյոք նրանք կցանկանան հետագայում ընդլայնվել, կա նման որոշում թե ոչ, իսկ Եվրամիությունը առհասարակ կոլեգիալ է ընդունում նման որոշումներ, այսինքն բոլոր անդամ պետությունները պետք է կողմ քվեարկեն որևիցե պետության անդամության կարգավիճակ առնվազն տալու համար, այսինքն դիմում ընդունելու համար, եւ հետո արդեն ինչ որ process անցնել, որից հետո արդեն կարելի կլինի մտածել Եվրամիության անդամ դառնալու մասին, բայց մինչ այդ առհասարակ այսօր էլ ես գտնում եմ, որ մենք բավականին մեծ պրոգրես ունենք այդ իմաստով, ես կասեի անպատկերացնելի պրոգրես, տեսեք, եթե համեմատենք առնվազն մի քանի ամիս առաջվա հետ եւ հիմիկվա հետ, երբ մենք անգամ Եվրամիության հետ ինչ որ պրոդուկտների շուրջ առևտրաշրջանառության մասին մտածել չէինք կարող, որովհետեւ դա առնվազն այնքան էլ եկամտաբեր չէր լինի պայմանավորված մաքսատուրքերի հանգամանքով, ապա այսօր այդ խանգարող հանգամանքը առնվազն չկա եւ ճանապարհը մեր գործարարների տարբեր ընկերությունների առջեւ բաց է Եվրամիության շուկայում իրենց ապրանքները ներկայացնելու եւ իրենց նիշերը կոնկրետ զբաղեցնելու համատեքստում։ Այստեղ մի համեմատություն էլ եթե թույլ կտաք, տեսեք, մենք նմանատիպ պատմություն ունեցանք առժամանակ առաջ ՀԱՊԿ-ի հետ։ Վստահ եմ հիշում եք, որ երբ որ ամենածանր ժամանակահատվածն էր Հայաստանի Հանրապետությունը ապրում, հետ պատերազմյան շրջանում, ՀԱՊԿ-ը հրաժարվեց ճանաչել մեր սահմանները, նա շարունակում էր հանդես գալ հայտարարություններով, որոնք որ առնվազն եթե ես կասեի ոչ միայն բարեկամական չէին, այլ նաև թշնամական էին, դա մեզ ստիպեց այլընտրանքային ճանապարհներ եւ տարբերակներ փնտրել եւ ի հեճուկս այն բոլոր հայտարարությունների, որ Հայաստան առանց ՀԱՊԿ-ի կկորչի, Հայաստանը կկործանվի եւ այլն, հրաժարվեցինք ՀԱՊԿ-ից, այսինքն սառեցրեցինք մեր անդամակցությունը ՀԱՊԿ-ում եւ ստացանք հնարավորություն ունենալու հասանելիություն բազմաթիվ այլ շուկաների եւ դա մեզ հնարավորություն տվեց բազմազանեցնել ոչ միայն մեր այս շուկաների առումով, հա, մեր սպեկտրը, այլ առհասարակ այն զինատեսակների սպեկտրը, որը որ մենք ներկրում ենք Հայաստանի Հանրապետություն, մինչ այդ միայն Ռուսաստանից։ Այսօր Ռուսաստանի կշիռը, հաշվեկշիռը այդ իմաստով իջել է 10-15%, եթե չեմ սխալվում, այսինքն մեզ հաջողվել է
ի վերջո, հա, բազմավեկտորության հասնել առնվազն այդ մի ուղղությամբ։ Եվ այդ ամենը շնորհիվ դրա, որ մենք հապկից հրաժարվեցինք, առնվազն սառեցրեցինք, հա, մեր անդամակցությունը այստեղ։ Այո, նրանց իսկ պատճառով, նրանց գործուն մասնակցությամբ եւ նրանց կողմից ձեռնարկված քայլերի հետևանքում։ Հիմա նույնը տեղի է ունենում ԵԱՏՄ-ի հետ։ Այսինքն նրանք տպավորություն է, որ մեզ ստիպում են մաքսիմալ ոչ բարեկամական վերաբերմունք եւ վարք դրսեւորելով Հայաստանի Հանրապետության նկատմամբ, որովհետեւ Հայաստանը այլընտրանքային ճանապարհներ եւ տարբերակներ փնտրի, բայց այստեղ վատը նրանում է, որ ի վերջո նրանք այս լծակից են զրկվելու, ճիշտ այնպես ինչպես զրկվեցին կոնֆլիկտի լծակից առժամանակ առաջ։ Եվ կարծում եմ, որ սա լավագույնը կլինի մեր երկու պետությունների համար, իհարկե բարդ կլինի ինչ որ մի պահ մինչև այդ բոլոր փոփոխությունները արվի, նոր շուկաների փնտրտուք, նաեւ արտադրողների կողմից, որպեսզի կարողանան այդ բոլոր նորություններով կարգավորել իրենց կապերը եւ կապուղիները, լոգիստիկ հնարավորությունները եւ այլն, բայց միևնույն ժամանակ, երբ որ արդեն այս process-ը ավարտվի, Ռուսաստանը այլևս չի ունենալու այն ազդեցությունը, առնվազն տնտեսական իմաստով, որ ուներ նախկինում։ Եվ երևի ձեզ մոտ ասել եմ առժամանակ առաջ, ուզում եմ մեկ անգամ էլ կրկնել, որ քանի դեռ մենք Ռուսաստանից ունենք քրիտիկական կախվածություններ, մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ չեն լինելու երբևէ բարեկամական։ Երբ որ մեր հարաբերությունները քիչնեն մինիմալի, հա, հարաբերությունները, այլ քրիտիկական կախվածությունները երբ քիչնեն մինիմումի, այդ ժամանակ մեր հարաբերությունները կարող են դառնալ բարիդրացիական եւ գործընկերային, ճիշտ այնպես, ինչպես մի շարք ԱՊՀ ներկայիս պետությունների հետ, ինչպիսիք են Ղազախստանը եւ այլն։ Տիկին Հոխիկյան, Փաշինյանը նաև հայտարարել է, որ բացառում է 2013 թվականի իրավիճակը, երբ մեկ գիշերում Հայաստանը թողեց Եվրոպական միության հետ ասոցիացիան համաձայնագիրը եւ միացավ ԵԱՏՄ-ին, քաղաքականության մեջ այսպիսի վստահ պնդում անելու համար արդյոք չպետք է լուրջ հիմքեր ունենալ, որովհետեւ ինչ որ բան բացառել քաղաքականությունում, կարծում եմ պետք է հիմքեր ունենալ առնվազն։ Սա այն դեպքերից մեկն է, երբ որ մենք առնվազն բավականին լուրջ աշխատանք ենք իրականացրել մինչ այն պահը, երբ նման հայտարարություն կհնչի։ Եթե նախկինում այդ հիմքերը չկային եւ կար կոնֆլիկտի գործոնը, որով եւ Ռուսաստանի Դաշնությանը հաջողվեց մեզ այնուամենայնիվ այսպես մանիպուլյացիաների միջոցով հետ բերել։ Եվ մեր նկատմամբ կային ճնշման լծակներ, ռեալ ճնշման լծակներ, այսինքն միայն անվտանգության գործոնը այստեղ ամենաթերևս լրջագույն դերն էր խաղում։ Այսինքն կար հնարավորություն Հայաստանի նկատմամբ կիրառելու այդ լծակները, որոնք Հայաստանին այնուամենայնիվ ստիպեցին հրաժարվել եվրոինտեգրման ճանապարհից։ Այսօր ես այդ լծակների առկայությունը պարզապես չեմ տեսնում։ Դրա համար իսկ երևի ավելի այդպես կոշտ լեզվով հայտարարություններ անելը արդարացված եմ համարում։ Երկաթուղու հետ կապված ասում եք փաստորեն հայ-ռուսական հարաբերություններում առաջիկայում ամենաառանցքային խնդիրը երկաթուղու հարցն է լինելու, երկաթուղու կառավարման եւ ոչ թե ԵԱՏՄ-ն, ինչպես ներկայացնում են Ռուսաստանից։ Փաշինյանն ասում է, եթե հրավեր լինի, ես պատրաստ եմ ամենակար ժամկետներում մեկնել Մոսկվա։ Այսինքն մենք երկար ենք սպասելու այդ հրավերին, քանի որ Ռուսաստանի համար այդ խոսակցությունը հաճելի չի լինի։ Դե տեսեք, քանի դեռ չեն շնորհավորել Նիկոլ Փաշինյանին, նրանք կարծում են, որ սա նաև բացի նրանից, որ հնարավորություն չի տալիս Հայաստանի Հանրապետությանը կոնկրետ բոլոր այն կնճռոտ հարցերը, որ այսօր կուտակվել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջև սեղանին դնելու եւ քննարկման առարկա դարձնելու, բացի դրանից ըստիս Ռուսաստանում նաև կարծում են, որ սա ճնշման հնարավորություն է իրենց ընձեռում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության բնակչին, քաղաքացուն եւ Հայաստանի Հանրապետությանը որպես գործընկեր չեն ճանաչում։ Գուցե դա կարող էր ազդեցիկ գործոն լինել առժամանակ առաջ, երբ կար կոնֆլիկտային իրականություն Հայաստանում, գուցե դա կարող է գործոն լինել Ռուսաստանում, չեմ բացառում, բայց սա Ռուսաստանը չէ, սա անցյալի Հայաստանը չէ, իրողություններ են փոխվել, որոնց հետ Ռուսաստանի Դաշնությունը որևէ կերպ չի ուզում համակերպվել կամ հաշվի նստել առնվազն, հա, փոխված իրողությունները նաև փոխում են այն մոտեցումները, որ առասարակ նույն Ռուսաստանի Դաշնությունը ունեցել է Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Հիմա ես ինչու եմ նշում, որ նույն երկաթուղիները ըստիս ամենակնճռոտ հարցերից մեկն են լինելու, որովհետև տեսեք, եթե մենք թրիփը գործարկելու ենք, որպեսզի թրիփ
Եվրոպա ավելի միջազգային նշանակության լոգիստիկ ճանապարհների մաս դառնա, դրա համար առնվազն Հայաստանում կապուղիները պիտի բացվեն, որովհետեւ Հայաստանի հետ նաև համագործակցեն նույն Եվրամիությունը եւ մի շարք այլ գործընկերներ։ Կարծում եմ այդ կապուղիները պետք է լինեն շատ ավելի բարձր որակի։ Այս ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության այստեղի ներկայացուցիչը, մեր երկաթգծերի կառավարիչը որևիցե ներդրում չի արել, ոչ էլ ցանկություն է առհասարակ հայտնել այդ ուղղությամբ որևէ բան անելու։ Այս մասով եւ Նիկոլ Փաշինյանը եւ մի շարք այլ պաշտոնյաներ բազմիցս հայտարարություններ են արել, նշելով, որ սա այն հարցերից չէ, որ կարելի է քնեցնել եւ սրան վերադառնալ ինչ որ ժամանակ հետո, որովհետեւ ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար նույն կապուղիների բացման համատեքստում։ Այսօր ֆոն դեր Լայնի խոսքում էլ նաեւ այս հաշվով հայտարարություններ հնչեցին, որ նրանք հետաքրքրված են կապուղիների բացման մասով եւ պատրաստ են նաեւ ներդրումներ իրականացնել այդ ուղղությամբ։ Բայց միևնույն ժամանակ, եթե Եվրամիությունը պիտի համագործակցի, ես չեմ կարծում, որ Եվրամիությունը կհամագործակցի Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչի հետ Հայաստանում, նույն Ռուսաստանի Դաշնության, ում նկատմամբ Եվրամիության կողմից կան հստակ սանկցիաներ, պատժամիջոցներ։ Այսինքն այստեղ խնդիր ունենք խնդիր նրա, որ պարտավորությունները իր վրա վերցրած ընկերությունը չի իրականացնում իր պարտավորությունները Հայաստանում եւ չի իրականացնում առնվազն վերջին տասնամյակների ընթացքում եւ չի էլ պատրաստում, այսինքն մենք անգամ հայտարարություն չենք լսել այդ իմաստով։ Ունենք խնդիր, որտեղ Հայաստանի Հանրապետության արժեվ կանգնած է հստակ իմպերատիվ, որպեսզի նա իր կապուղիները բացի եւ դա պետք է անել հնարավորինս արագ եւ որակով, որովհետեւ Թուրքիայից եւ Հայաստանը շրջանցող ճանապարհների այլընտրանքային տարբերակներ ենք տեսնում, որոնք արդեն շինարարության փուլ են մտնելու։ Իսկ որpիսի թրիփը չմնա արդեն ռեգիոնալ, այսինքն ոչ թե ռեգիոնալ, այլ առնվազն Հայաստան-Ադրբեջան համատեքստում մի ճանապարհ, այլ ստանա շատ ավելի կարևոր ստատուս, առնվազն կարգավիճակ, ապա անհրաժեշտ է բոլոր ուղղություններով կապուղիները ապաբլոկավորել։ Ես դες ավելին ասեմ, վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնությունում քննարկումների համատեքստում, երբ խոսք է գնում թրիփի մասին, մի շարք փորձագետներ, այսպես ասած, մրմռում են, որ իրենց չի հաջողվել թրիփը վերցնել իրենց վերահսկողության տակ, նշելով, որ իր կարևորությամբ թրիփը չի զիջում այն միջանցքներին, միջազգային նշանակության, ինչպիսիք են նույն Բաբ էլ Մանդեբը կամ հայտնի Հորմուզը վերջին առնվազն մի քանի ամիսներին, որովհետև առնվազն միջին միջանցքի համատեքստում ամենակարևոր կապուղիներից մեկն է դառնալու եւ եթե իրենք կարողանային վերահսկողություն ունենալ, ապա այս միջին միջանցքի ճարտարապետներին չէր հաջողվի շրջանցել Ռուսաստանը, ինչը նպատակներից մեկն է իրականում միջին միջանցքի եւ ստիպված կլինեին առնվազն այդ հատվածում Ռուսաստանի վերահսկողությամբ անցնող ճանապարհներից մեկով անցնել։ Այսինքն Ռուսաստանում նույնպես ի հեճուկս այն բոլոր հայտարարությունների, որ այստեղ ընդդիմության կողմից բարբերաբար հնչել են, որ թրիփը չունի կարևորություն, կորցրել է ակտուալությունը եւ այլն, Ռուսաստանում նույնպես վերջին շրջանում բավականին հաճախ են հնչում կարծիքներ, որ սա թերևս այն ամենակարևորագույն բաներից մեկն էր, որոնց նկատմամբ վերահսկողությունը կորցնելու հետևանքում իրենք դուրս են մնում ռեգիոնի վրա ազդեցություն ունենալու համատեքստից, այսինքն ոչ միայն այստեղ հարավային Կովկասի մասին է խոսքը, այլ անգամ մինչև Կենտրոնական Ասիա գնացող այսպես մեծ ռեգիոնալ ազդեցության մասին է խոսքը։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն,
Կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Glendale-ի հասցեն է 1135 North Pacific Avenue։ Հեռախոս 818 813 2252 Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Glendale-ում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Ֆոն դեր Լայենը Հայաստան է եկել Ադրբեջանից, Ալիևի հետ էլ է ունեցել հանդիպում, հայտարարություններ են հնչել, որպես փորձագետ, չգիտեմ, ես չեմ հանդիպել, բայց Ռուսաստանից եղել է արձագանք։ Ռուսաստանից չի եղել արձագանք, ես չեմ կարծում, որ կլինի, որովհետև ինչպես եւ նախկինում հիմա էլ պնդում եմ, որ Ադրբեջանի նկատմամբ ճնշման լծակներ Ռուսաստանի Դաշնությունը այս պայծրությամբ չունի։ Ավելին վերջերս ես տեսա, որ նրանք փորձում են Ադրբեջանի հետ պայմանավորվածության գալ, որպեսզի նրանք թույլ տան Ադրբեջանում պահվող եւ դատապարտված 8 թե 9 Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներին հետ վերադառնալ Ռուսաստան։ Հիշում եք վերջին 1 տարվա ընթացքում լարված իրավիճակ կար Ռուսաստան-Ադրբեջան համատեքստում եւ երկկողմանի այսպես ճնշման փորձեր էին արվում այդ երկու երկրներում բնակվող Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների, իսկ Ռուսաստանի դեպքում արդեն Ադրբեջանի տարատեսակ քաղաքացիների դեպքում չենք լսի նաև ճնշման այդ իմաստով տարբեր հայտարարություններ նույն Ղազախստանի հասցեով թեպետև օրեր առաջ Ղազախստանի ղեկավարը Կասիմ-Ժոմարտ Տոկաևը գտնվում էր Եվրամիությունում եւ Եվրամիության հետ կոնկրետ պայմանավորվածությունների եկան, ռեսուրսներ, տեխնոլոգիաների, այսպես հանդեպ, այսպես ասած, այսինքն նրանք ստանում են բարձր տեխնոլոգիաների ոլորտում ներդրումներ եւ տրամադրում են դրա համար արդեն ռեսուրսներ, բայց Ռուսաստանից կրկին այս առումով հայտարարություններ չհնչեցին, կրկին էլի պատճառներից հիմնական պատճառներից մեկը նրանում է, որ Ղազախստանի նկատմամբ ռեալ ճնշման լծակներ Ռուսաստանի Դաշնությունը չունի։ Այսօրվա դրությամբ, եթե տեսել եք, ապա Ղազախստանից Ռուսաստանը բենզին էր խնդրում առնվազն, մերժում ստացավ վաճառքի իմաստով, բայց ստացավ մարդասիրական օգնություն։ Ուզում եմ հիշել վերջին անգամ երբ են Ռուսաստանի Դաշնությանը մարդասիրական օգնություն տրամադրել ինչ որ հաշվով։ Այնպես որ այստեղ կա հստակ այդ նույն լոգիկան, այսինքն գործում են նույն լոգիկան, նույն տրամաբանությունը։ Քանի դեռ մենք ունենք կրիտիկական կախվածություններ Ռուսաստանի Դաշնությունից, նրանք մեզ շարունակելու են դիտարկել իրենց ազդեցության գոտու մասիբրև, այսինքն կայսերապաշտական ինչ-որ նկրտումներ ունենալ Հայաստանի Հանրապետության դեմ, այն պահից ի վեր, երբ որ Հայաստանի Հանրապետությունը այլևս չի ունենա այդ կրիտիկական կախվածություններ, Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետությանը կսկսի նայել իբրև բնական պարտնյորի հենց այս նույն ռեգիոնում։ Շատ լավ։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ այցին զուգահեռ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա էր իրականացնում Մայր Հայաստանը եւ հայակվե այդ նախաձեռնությունը քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչով։ Հետաքրքիր է, որ նրանք քննադատում են Եվրոպական միությանը, եվրոպական կառույցներին, բայց միաժամանակ ակնկալում են, որ քաղբանտարկյալներին, եթե իհարկե դուք կհամաձայնեք այդ տերմինի հետ, քաղբանտարկյալներին ազատ արձակելու կոչերով դիմել։ Եկեք նախ հասկանանք քաղբանտարկյալ տերմինի նշանակությունը առնվազն միջազգային համատեքստում ինչ է։ Քաղբանտարկյալ ասելով առհասարակ միշտ էլ հասկացել են մարդու, ով բանտարկված է իր քաղաքական հայացքների համար։ Խնդրում եմ ցույց տվեք մեկին, այն մարդկանցից գոնե առնվազն ում նկարներով շրջում էին այդ մարդիկ, ով բանտարկվել է իր քաղաքական հայացքների համար։ Արմեն Աշոտյան։
Արմեն Աշոտյանը կոնկրետ ներգրաված է երկու քրեական գործերով, որոնք գործ ունեն ոչ թե նրա հայացքներով պայմանավորված հայտարարությունների հետ, այլ կոնկրետ գործողությունների հետ, որոնք ենթադրում են կոռուպցիոն ինչ-որ սխեմաների մեջ թաթախված լինելու անգամ։ Հիմա դա ինչքանով կապացուցվի դատարանում, ինչքանով չի ապացուցվի, բայց այստեղ կոնկրետ քրեական գործ կա։ Այսինքն խոսքը նրա մասին չէ, որ Արմեն Աշոտյանը գտնվում է ճաղերի ետևում իր քաղաքական հայացքների համար։ Բնավ նույնը, եթե նայում ենք Չալաբյանի դեպքով, հա, մարդը կոնկրետ հստակ արձանագրված եւ հրապարակված ձայնագրության համաձայն մեղադրվում է նրանում, որ օգնում է փաստացի Ռուսաստանի Դաշնության ինչ որ գաղտնի ծառայությունների ներկայացուցիչներին, թե չեմ հիշում, տեղական կառավարման այսպես մարմինների ներկայացուցիչներին, օգնում է, հուշում է, թե ինչպես ճնշել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այնտեղ բնակվող հայերին առասարակ, որպեսզի նրանք գան եւ Հայաստանում քվեարկեն այն ուժերի օգտին, որոնք ներկայացնելու են Ռուսաստանի Դաշնության շահերը Հայաստանի Հանրապետությունում կամ առնվազն ֆինանսական օգնություն ցուցաբերեն այդ իմաստով։ Սրա որ մասն է քաղաքական հայացքների համար ճնշում։ Հարգելի Էլիզա։ Շնորհակալություն։ Տիկին Ուխիկյան, Սահմանադրական դատարանից ինչ որոշում եք ակնկալում կամ կանխատեսելի է ինչպիսի որոշում կկայացնի։ Չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, մնաց 2 օր, առնվազն որպեսզի սպասենք եւ տեսնենք, բայց այս օրերին թերևս այն բոլոր մարդիկ, ովքեր հետևել են ընթացքին Սահմանադրական դատարանում տեղի ունեցողի, նիստերի եւ այլնի, ապա կարծում եմ նրանք տեսան պերճանքը եւ թշվառությունը առնվազն մեր ընդդիմության այն իմաստով, որ բոլոր այն մեղադրանքները, որոնք նրանք փորձել էին դնել, այսպես այս բողոք դիմումների հիմքում իրականում ավելի շատ քաղաքական բնույթ ունեն, քան թե ռեալ ինչ որ հանցակազմ, հա, եթե կարելի է այդպես ասել, այնպես որ չգիտեմ ինչ որոշում կկայացնի Սահմանադրական դատարանը, բայց ես չեմ կարծում, որ այնուամենայնիվ Սահմանադրական դատարանը կչեղարկի ընտրությունների արդյունքները առնվազն այս մասով։ Ենթադրություն է սա իհարկե, բայց այնուամենայնիվ այնտեղ գոնե մարդու համար, ով իրավաբան չէ, հետևել է ողջ ընթացքին, լսել է բոլոր հիմնավորումները եւ այլն, չկար այն հիմքային կամ հիմնական այն պատճառը, որը թույլ կտար ընտրությունները չեղարկելու։ Երկրորդ մասով արդյոք նրանք 3 թե 4 տեղամասերում վերընտրություն կնշանակեն, թե ոչ, դա կտեսնենք առաջիկա մի քանի օրերի ընթացքում, բայց դա շատ բան չի փոխելու առնվազն նույն ազգային ժողովում ներկայացվածության իմաստով։ Նույն Բարգավաճ Հայաստանը, որը չի հայտնվել ազգային ժողովում ընտրությունների արդյունքներով, գուցեև ստանա հնարավորություն վերընտրությունների արդյունքում հայտնվելու ազգային ժողովում, եթե իհարկե Սահմանադրական դատարանը նման որոշում կայացնի, իսկ այդ առումով ես կասկածներ չունեմ, որտեղ ընդդիմությունը արդեն իսկ հայտարարություններով է հանդես գալիս, որ իրենց կողմնակիցներին հորդորելու են, որպեսզի նրանք գնան եւ քվեարկեն Բարգավաճ Հայաստանի օգտին, որպեսզի նրանք հայտնվեն ազգային ժողովում։ Այսինքն տեղի է ունենալու այն տակտիկական քվեարկությունը, որի մասին խոսում էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Մեկնաբանությունները տարբեր են, թե ինչու են այս ուժերը դիմել Սահմանադրական դատարան եւ վիճարկում ընտրությունների արդյունքները։ Ոմանք սա կապում են ուղիղ Ռուսաստանից չունեցած հրահանգի հետ, այսինքն ժամանակ են շահում, մյուսները պնդում են, որ պլան մինիմումը Բարգավաճ Հայաստանի խորհրդարան խցկելն է, բայց ինչ է տալուս ըստ էության Բարգավաճ Հայաստանի խորհրդարանում հայտնվելը եւ Ռուսաստանի հետ կապը, որքանով եք դուք կիսում։ Ըստ իս նրանք կարծում են, որ եթե ներկայիս իշխանությունները չունենան 3/5 ներկայացված չլինեն 3/5-ով, հա, խորհրդարանում, ապա դա նրանց թույլ չի տալու անել մի շարք նշանակումներ, այդ թվում նաև դատախազի, մի շարք այլ մարմինների ղեկավարների եւ այլն, բայց այդ դեպքում ստացվում է, որ բոլոր այդ նշանակումները, որոնք այսօր արվել են ներկայիս իշխանությունների կողմից, պարզապես կմնան անժամկետ ժամանակավոր պատասխանատուների կամ դերակատարների տեսքով։ Բան չի փոխվելու այդ իմաստով, կբարթանա ինչ որ չափով ներկայիս կառավարության գործը անշուշտ, որովհետև տարբեր իմաստներով ընդդիմությունը ամեն ինչ անելու է, որպեսզի խանգարի իշխանությունների բարեփոխումների ծրագրերին, հատկապես նույն դատական համատեքստում, դա խնդրահարույց է, ըստ իս առհասարակ ներկայիս ազգային ժողովը խնդրահարույց է, պայմանավորված այն որակով, որ մենք
ունենք ձևավորված նույն ընդդիմության համատեքստում, բայց դե հիմա ունենք այնինչ ունենք։ Ես չեմ կարծում, որ այս իմաստով այս պահին հնարավոր է ինչ-որ բան անել։ Իշխանությունները եթե ժամանակին անսայն նույն քաղաքասարակության մի շարք ներկայացուցիչների կոչերին եւ այլն, ապա նրանք առնվազն այն որոշումները, որ այսօր են ուզում ընդունած լինել, հատկապես նույն ընտրական туриզմի համատեքստում եւ այլն, պիտի որ կայացրած լինեին ընտրություններից առաջ։ Բայց դե հիմա, ինչպես ասում են, չկա չարիք առանց բարիքի եւ երբեմն էլ լավ է ուշ, քան երբեք։ Հիմա եթե այս ուժերը վերցնեն մանդատները եւ գնան խորհրդարանում աշխատելու, նոր խորհրդարանը ինչպես է վարվելու սահմանադրական փոփոխությունների այդ պահանջի հետ Ալիևյան, այսպես ասենք։ Առնվազն իշխանությունները չեն ունենալու հնարավորություն միանձնյա այդ որոշումը բերելու եւ այդ փոփոխությունների իրականացնելու պայմանավորված նրանով, որ չունեն սահմանադրական մեծամասնություն։ Եվ դա ձեռնտու կլինի իշխանությանը։ Դա ձեռնտու է լինելու ընդդիմությանը առաջին հերթին, որովհետեւ այդ դեպքում այսպես համապարփակ պայմանավորվածություն Ադրբեջանի հետ գոնե այսօրվա համատեքստում ըստ նրանց հնարավոր չի լինելու, ինչը թույլ կտա ձգձգել ավելի շատ process-ը, ինչը թույլ կտա նաև Ռուսաստանի շահերը ներկայացնողներին ավելի վոկալ եւ ավելի բարձր ձայն ունենալ, հա, նույն ազգային ժողովում, նույն ռուսական նարատիվներն ենք շարունակելու այս ընթացքում լսել եւ այլն, բայց ես կարծում եմ, գիտեք, սա էլ նման է մի իրավիճակի, երբ պատկերացեք Տիտանիկի տարբերակում ինչ որ մեկը ձեզ փորձում է համոզել, որ Տիտանիկը արդեն երբ Տիտանիկը խորտակվում է, ձեզ փորձում են համոզել, որ Տիտանիկը շատ ավելի լավ նավ է, քան նույն Եվրամիության դեպքում, չգիտեմ ինչ այլաբանությամբ կարող ենք հանդես գալ, պետք է Տիտանիկի այսպես Տիտանիկի վրա մնալ։ Այսինքն ինչ են նրանք առաջարկում, մնալ մի նավի վրա, որը խորտակվում է։ Անգամ ռուսական տարբեր իդեոլոգների, փորձագետների եւ այլների այսօրվա այսպես վերլուծությունների համատեքստում կարող ենք տեսնել, որ նրանք այսօր լուրջ խնդիրներ ունեն, որոնք գոնե առնվազն այսօրվա համատեքստում լուծելի չեն եւ գնալով խորանում են։ Հիմա ինչ են առաջարկում, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն էլ խորտակվող նավի հետ միասին խորտակվի, այսինքն անգամ եթե Ռուսաստանը իրենց իսկ բնորոշմամբ շատ լավն է, շատ լավ գործընկեր է, մի կողմ դնենք բոլոր այն օբյեկտիվ իրողությունները եւ խնդիրները, որ մենք ունեցրենք Ռուսաստանի հետ, բայց հիմա Ռուսաստանը խորտակվում է։ Ուզում են Հայաստանին էլ Ռուսաստանի հետ տանեն դեպի խորտակման, չեմ հասկանում այս դրամաբանությունը, բայց ինչևէ ունենալու ենք այս խնդիրը եւ կարծում եմ առաջիկա տարիներին լսելու ենք այն նարատիվները, որ լսել ենք ցայսօր։ 4 տարի հետո նոր Ռուսաստանը կարծես թե զգում է պատերազմի հետևանքները, կարելի է այդպես ձևակերպել եւ եթե 4 տարի հետո է զգում, ապա գնալով իրավիճակը ավելի է բարթանալու եւ մենք ինչ սցենարների կարող ենք ականատես լինել։ Կարծես թե 4 տարի հետո ուկրաինացիներին հաջողվել է գտնել այն ցավալի ուղղությունները, որոնք Ռուսաստանին իսկապես ռեալ խնդիրների առաջ են կանգնեցնում, այստեղ նավթավերամշակման գործարանների մասին է հատկապես խոսքը, որը Ռուսաստանին այսօր լուրջ ճգնաժամի առջև է կանգնեցրել, այնպիսի ճգնաժամի, որ նրանք ստիպված են բենզինի վաճառք խնդրել նույն Ղազախստանից կամ այլ պետություններից, այո, կամ այլ պետություններից առհասարակ։ Այն դեպքում, որ Ռուսաստանը առհասարակ նույն աշխարհում նավթի արտահանման տեսանկյունից թերևս ամենամեծ արտահանողներից մեկն է եղել ու այս իմաստով, վառելիքի իմաստով նրանք առհասարակ երբևէ խնդիր չեն ունեցել, այսինքն ռեալ խնդիր ունեն եւ սա ազդում է նաեւ իրենց կարողությունների վրա Ուկրաինայում իրենց ռազմական գործողությունները վարելու համատեքստում։ Այդ իսկ պատճառով ես կարծում եմ մենք առաջիկայում կտեսնենք էլ ավելի կատաղի հարձակումներ կամ փորձեր առնվազն Ուկրաինայի նկատմամբ, որը գուցե ըստ նրանց հնարավորություն է տալիս ուկրաինացիներին վախեցնելու կամ ծնկի բերելու եւ այլն, բայց ուկրաինացիներն էլ կարծես թե վերագտել են իրենց վստահությունը կամ առնվազն հասկացել են, որ եթե շարունակեն իրենց ռազմավարությունը այս իմաստով Ռուսաստանի շատ ավելի հեշտ կլինի բերելու բանակցային սեղանի շուրջ եւ ոչ այն մաքսիմալիստական պնդումներով կամ պահանջներով, որ նրանք ունեին պատերազմը սկսելուց առաջ կամ պատերազմը սկսելու ժամանակահատվածում։ Ամփոփելով Տիկին Հոխիկյան, շատ է շահարկվում այս վերջին 2 օրերի ընթացքում այդ Իսրայելի կողմից, այսինքն կառավարության կողմից հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծին հավանություն տալը, այն դեպքում, որ սա երկրի կողմից դեռևս պաշտոնական ճանաչում չէ եւ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են քննադատության իրենց լռության համար։ Մենք տեսանք միայն Փաշինյանի արձագանքը, որ ասաց Հայաստանի շահերից չի բխում մտնել այս զգայուն թեմայի զենքայնացման այդ գործընթացի մեջ։ Հիմա
այն մարդիկ, ովքեր քաղաքականությունը չեն տեսնում այնպես ինչպես փորձագետները, վերլուծաբանները, նրանց համար կխնդրեմ մեկնաբանեք։ Ինչու պետք է մենք չոգևորվենք, երբ մեր ցավոտ հարցը օգտագործում ենք քաղաքական նպատակներով։ Նախ պետք է հասկանանք, թե ինչ է սա մեզ տալու։ Ամենայն հարգանքով նույն Իսրայելի նկատմամբ եւ այլն, բայց ինչ է սա մեզ տալիս։ Ասենք թե եւս մի պետություն ճանաչեց պատմական իրողությունը, որը փաստ է։ Եթե նրանք չճանաչեն, մենք կասկածներ ունենք այդ առումով։ Հա, մենք կասկածում ենք, որ ցեղասպանություն է տեղի ունեցել եւ այլն։ Ինչ է տալիս այդ երկրների ճանաչումը մեզ, բացի նրանից, որ նրանք այս հարցը ռեալ գործիքայնացնում են իրենց անհրաժեշտ եղած ժամանակահատվածներում եւ իրենց նպատակների համար։ Օրինակ, այս դեպքում համատեքստը այն է, որ Իսրայելը պայծրության բավականին լարված հարաբերություններ ունի Թուրքիայի հետ։ Եւ որpիսի նա կարողանա ինչ-որ ձեւով կսմթի Թուրքիային կամ բարկացնի, հա, ինչ է անում Իսրայելի կառավարությունը, որը դեռ Քնեսեթը չէ, ընդունում է բանաձև, որով ճանաչում է մեր ցեղասպանության հանգամանքը, որը նրանք հրաժարվում էին անել առնվազն իրենց գոյությունից հետո։ Թեպետ եւ տեղում մի շարք հրեաներ, նրանց տարբեր քաղաքական գործիչներ առանձին զրույցներում միշտ էլ նշել են, որ դա պատմական իրողություն է, բայց իրենց որևէ կերպ ձեռնտու չէ ճանաչել եւս մի ցեղասպանություն, որը կարող է ստվերել առհասարակ հոլոկոստի փաստը այս իմաստով։ Հիմա ինչու պիտի Հայաստանը որևիցե կերպով առհասարակ այս իմաստով որևէ հայտարարությամբ հանդես գա։ Ինչու մտնենք Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունների մեջ եւ փորձենք այստեղ ինչ-որ բան որսալ, հա, որ իրականում որսալու բան էլ չկա։ Ինչի համար շնորհակալություն հայտնենք, որ նրանք խնդիրներ են ստեղծում նաեւ մեր ու Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համատեքստում, սա մեկ։ Երկրորդ, տեսեք, նրանք այս որոշումը կայացրել են այն ժամանակ, երբ Քնեսեթը շուտով գնալու է արձակուրդ, իսկ արձակուրդ գնալուց հետո տեղի են ունենալու նոր ընտրություններ։ Այսինքն փաստը, որ առհասարակ Իսրայելը կընդունի, հատկապես հաշվի առնելով նույն տարածաշրջանում տարբեր այլ երկրների հետ իր հարաբերությունները, որոնք նույնպես չեն ճանաչել Հայաստանի ցեղասպանությունը եւ սա կարող է որոշակի լարվածություն մտցնել այդ հարաբերությունների մեջ, կարծում եմ զրոյական է, ես չեմ կարծում, որ Քնեսեթը այս կամ հաջորդ իր այսպես կազմով ընդունելու է կամ սա առաջնային է լինելու Քնեսեթի համար, առաջնային հարցերից մեկն է լինելու, որ նրանք քննարկելու են եւ ընդունելու են։ Իսկ քանի դեռ սա չի ընդունվել, օրենսդրական նախաձեռնություն չի դարձել առնվազն, հա, խոսել նրա մասին, որ սա պաշտոնական ընդունում է, Եվ մենք էլ սպասարկելով Թուրքիայի եւ Ադրբեջանի շահերը լռում ենք։ Այո, եւ ինչու պետք է խոսենք իրականում։ Առհասարակ ես կարծում եմ, որ շատ վաղուց էր պետք հրաժարվել առհասարակ միջազգային, այսպես համատեքստով հետապնդելու ցեղասպանության ճանաչման այս օրակարգը։ Դա մեզ որևէ բան չի տալիս, բայց իրականում այդ բոլոր երկրներին, ովքեր ընդունում են կամ չեն ընդունում, նրանք դա օգտագործում են իբրև ճնշման լծակ մեր կամ Թուրքիայի նկատմամբ, երբ ոնց անհրաժեշտ կլինի առնվազն։ Մենք ի վերջո հանրապետություն ենք, որը որ պետք է դուրս գա առհասարակ նմանատիպ հարցերի, այսպես հատկապես հարցերի, որոնք շահերի դիտանկյունից մեզ առնվազն վնասից բացի օգուտ չեն տալիս, միջազգայնացման այդ մոլուցքից։ Մեզ դա անհրաժեշտ չի, մենք գիտենք, որ եղել է ցեղասպանություն։ Միակ պետությունը, որ առնվազն Հայաստանի Հանրապետությունը թերևս պիտի գուցե ինչ-որ ձևով արձագանքի, եթե ճանաչի, դա Թուրքիան է, որովհետև իրականացնողը ցեղասպանության Թուրքիան է եղել։ Մնացած պետությունները թե կճանաչեն, թե չեն ճանաչի, դա մեզ որևիցե բան չի տալիս ռեալ, բացի լծակից կրկին այդ պետություններին, մեր կամ Թուրքիայի դեմ։ Շնորհակալ եմ։ Ձեզ նույնպես շնորհակալություն։ Մեծ դիտողներին նշեցնեմ, որ զրուցում էի կանայք եւ գլոբալ անվտանգային ճարտարապետություն կենտրոնի ավագ փորձագետ Էլեն Հողիկյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաեւ այդ հարթակում աջակցել էկրանի երևացող QR կոդով։